Այս գեղեցիկ պիտունյաների ծաղկած տեսարանով սկսում եմ նոր տեսանյութ: Բարև իմ շատ սիրելի հետևորդներ ջան: Ամենալավն ու բարին եմ բոլորիդ ցանկանում: Թող բոլորիդ օրը սկսվի խաղաղ և օրհնված լինի: Սիրելի հետևորդներ ջան, այս գեղեցիկ ծաղիկների ծաղկունքով և այս գեղեցիկ երկնքի տեսարանով, ամպերը սպիտակ և կապույտ, երկինքը պարզ, արևոտ, անուշ եղանակ է այսօր: Եկեք մի փոքր մեր այս պիտունյաների ծաղկունքը վայելենք, նոր անցնենք մեր առավոտվա կոֆե խմելուն: Եկեք վայելենք: Դեմքով սիրով բարևում եմ բոլորիդ իմ շատ սիրելի հետևորդներ ջան: Սիրելիներս, արդեն կոֆեն բերել եմ, նստել եմ մեր պատշգամբում, ցույց տվեցի մեր գեղեցիկ կախված ծաղիկները ծաղկամանով, դուք էլ ձերը դրեք եթե չեք դրել, միասին մեր այս գեղեցիկ ծաղիկների մոտ նստած խմենք մեր կոֆեն, վայելենք մեր ծաղիկների գեղեցկությունը, մի փոքր զրույցենք, նոր անցնենք մեր գործին: Բոլորս էլ գործ ունենք, բոլորս էլ տնային տնտեսուհիներ ենք, բոլորս էլ լվանում, եփում, թափում, մաքրություն ենք անում, բոլորս էլ զբաղված ենք, բայց առավոտ շուտ արթնանալուն պես անպայման մեր մի բաժակ կոֆեն լվացվելուց հետո պետք է խմենք, նոր անցնենք մեր առօրյա գործերին: Սիրելի հետևորդներ ջան, մինչ մեր զրույցը սկսելը, ուզում եմ իմ շնորհակալական խոսքը հայտնել ձեզ բոլորիդ անհատական: Այնքան լավ, բարի, ջերմ խոսքերով եք նկարագրել Մարինեիս, ընտանիքիս, որդուս, բոլորիս: Խորին ջերմագին շնորհակալությունս ձեզ: Նկարագրում եք, որ երեխան ընտանիքում ինչ տեսնում է, նա էլ սովորում է: Այո, ճիշտ եք, սիրելի հետևորդներ ջան: Ես չեմ ուզում անվանական ասել, բայց այնքան հոգիս փառավորվեց և ես ինձ շատ լավ զգացի, որ մեր տեսանյութերը դիտում եք, հավանում եք, գրում եք շատ բարի, գեղեցիկ խոսքեր, հատկապես Մարինկայիս վերաբերյալ, որդուս վերաբերյալ: Այո, իմ ընտանիքը շատ, ասեցի չէ, որ հայկական, հանգիստ, մեկս մեկին հարգող ընտանիք ենք, սիրելիներս: Եթե ուզում ենք, սիրելի հետևորդներ ջան, ապրենք հանգիստ, պետք է մեկս մեկին հարգենք, սիրենք, մեկս մեկի խոսքը հարգենք անպայման, լսենք մեկս մեկին, թե ինչ ենք ասում մեկս մեկին, վերլուծենք, նոր գանք ընդհանուր հայտարարի, որ ընտանիքում ոչ խոսակցություն լինի, ոչ էլ ասեկոս: Սիրելի հետևորդներ ջան, բոլորիս ընտանիքներում էլ լինում է խոսակցություն, ամեն ինչ էլ լինում է, բայց չափի մեջ: Ամեն ինչը գեղեցիկ է չափի մեջ: Սիրելիներս, հետևորդներ ջան, գիտեմ, որ դուք իմ յութուբյան ալիքը սիրով եք դիտում, սիրով մեկնաբանություններ եք գրում, սիրով պատասխանում եք, սիրելիներս, գովաբանում եք, բայց ուզում եմ իմանալ, իմ պատրաստած աղցաններից, ճաշատեսակներից, ուտեստներից, խմորեղեններից ինչ-որ մի ուտեստ կամ աղցան պատրաստում եք, թե ոչ: Գրեք մեկնաբանությունների բաժնում, սիրով կարդամ և կպատասխանեմ: Իմ թանկագին հետևորդներ ջան, ուղղակի ինձ հետաքրքիր է: Սիրելիներս,
որ նստում եմ մեր պատշգամբում, բալկոնում, նայում եմ այս գեղեցիկ կախված պիտունյաներին, կանաչ ծաղկած ծաղիկներին, ծաղկամաններին, մի պահ չնայած միշտ եմ գնում իմ հիշողություն, մի պահ գնում եմ դեպի հայրական տուն, դեռ չէի ամուսնացել, մայրիկս որ ծաղիկներ էր մշակում, ճիշտ է պիտունյաներ չկար, սիրելիներս, այն ժամանակ ուրիշ ծաղիկներ էին, այն ժամանակ խալի ծաղիկներ էր ցանում մայրիկս, գլադիլոս, թրաշուշան, տյուլպաններ, թուրքական մեխակներ, այդ ժամանակվանից ի վեր շատ սիրել եմ ծաղիկները և նկատում էի, որ մայրիկս միշտ ծաղիկների հետ խոսում էր, մանավանդ գլադիլոսները տարբեր գույների, այսինքն մեծ չաշկաներով, ես ունեցել եմ, այս վերջի 3 տարին է, որ սերմը ցուրտը տարավ, էլ չկարողացա, բայց մյուս տարի անպայման տնկելու եմ, իմ մանկության, երիտասարդության ծաղիկներն են, գլադիլոս ծաղիկները և իմ մայրիկի ամենասիրելի ծաղիկներից մեկն է։ Ինչ եմ ուզում ասել, սիրելիներս, ուզում եմ ասել, ծաղիկներն ինչքան քնքուշ են, ինչքան բարի են, մենք էլ այդպես քնքուշ լինենք, բարի լինենք, բարին ցանկանանք, բարին ցանենք, որ բարին էլ մեզ վերադառնա։ Կյանքը կարճ է, չգիտենք այսօր լույսը բացվեց, վաղը կբացվի թե ոչ, ճիշտ է տխուր տողեր եմ ասում, կարող է ձեզ թվա, բայց ճիշտ եմ ասում, պետք է միշտ բարին լինենք, եթե չենք կարողանում բարություն անել, չարություն էլ չանենք, չարը սատանայից է, բարին Աստծուց։ Եվ հիշում եմ մայրիկս այն ժամանակ տրյոմիկ էին ասում կար, դնում էր դրսում բակում 5:30 երաժշտություն էր գնում, թե հայկական, թե ադրբեջանական, հիշում եք ադրբեջանական երգերը շատ էինք լսում, միացնում էր և ծաղիկների հետ աշխատում, քախաներ անում, մաքրում էր, խոսում էր, այ դա էր բարությունը, իմ մայրիկն էր շատ բարի անձնավորություն էր, մեծատառով մայրիկ, մեծատառով սկիզբուր, մեծատառով խնամի, մի խոսքով Քավլիցի չեմ գովաբանում, թող մայրիկս ննջի խաղաղությամբ, հոգին լինի Աստծո լույսերի մեջ, բոլորիս ծնողները թող ննջեն խաղաղությամբ, խնկարկում ենք բոլորիս ծնողների շիրիմներին, սիրելիներս, այսօրվա թեման այսպես սկսվեց, սկսեցինք գեղեցիկ ծաղիկներով, վերհիշեցինք մեր ծնողներին, միշտ բարին եմ ցանկանում ձեզ, միշտ լավն եմ ցանկանում ձեզ, իմ սիրելի հետևորդներ ջան, հիմա կոֆեն խմեմ, գնամ ներս խոհանոց, այսօր շատ հեշտ ուտեստ եմ պատրաստելու, կարելի ասել համարյա պատրաստ է ուտեստը, խորովել ենք սմբուկ դրսում, մաքրել եմ, հիմա տեսնենք տիկին Մարինեն, ձեր շատ սիրելի, սմբուկով ինչ ուտեստ է պատրաստելու, հետևեք, կտեսնեք սիրելի հետևորդներ ջան, խմեցի, վերջացրեցի, մի կում էլ մնաց անեմ, և վերջ, սիրելի հետևորդներ ջան, բարությունը ինչու եմ ասում, բարի լինենք, որովհետև մարդ, որ գնում է այս աշխարհից, ոչինչ չի տանում իրեն հետ, բոլորս էլ գիտենք ինչ ենք տանելու մեզ հետ, բայց նաև այդ ամենի հետ տանելու ենք լավ անուն կամ էլ վատ անուն,
Եկեք մեզ հետ անենք մեր լավ անունը, բարի մնանք, մեր անունն էլ բարձր պահենք։ Սիրում եմ ձեզ, բոլորիդ։ Իսկ հիմա ուրախ, զվարթ, լավ տրամադրությամբ գնում ենք մեր խոհանոց։ Մի քիչ տխրեցինք, հիմա էլ մի քիչ ուրախանանք։ Այդպես է, սիրելիներս, մեկ տխրում ենք, մեկ ուրախանում ենք, մեկ հուզվում ենք, մեկ ծիծաղում ենք։ Կյանքը այդպես էլ պետք է ապրենք, սիրելիներս, ուրախ, զվարթ, Աստծո օրհնություններով եւ Աստծուն փառք տալով ամեն բացվող առավոտի համար։ Գնացինք միասին մեր խոհանոց։ Սիրելի հետևորդներ ջան, այսօր պատրաստում եմ, խորովել ենք բադրջան, բիբար, պամիդոր, հաց պանիրով դրսում նստանք կերան, կրակի վրա ենք խորովել, այսքան էլ մնաց, բիբար չմնաց, մի հատ պամիդոր է մնացել, բադրջանի հետ, հիմա յուղով առանց սոխի եմ պատրաստելու և կարագով, տեսեք, կարագը դրել եմ, հալվել է, հիմա լոլիկը կդնեմ, մի հատ պամիդոր է, բայց չեմ ուզում խառնեմ, այս պամիդորը թող մնա, ամուսինս սիրում է, հենց հաց պանիրով ուտել, այսինքն յուղի մեջ դնեմ, լավ կտաքանա, նոր ձուկից կոտրեմ, չեմ սիրում, որ տրորվում է, ընտանիքիս անդամները, սիրելիներս, այս տարբերակը շատ են սիրում, շատ կիսուրս էլ էր խորոված լոլիկ սիրում, խորովում ենք, սիրում էր հենց հաց պանիրով ուտեր, այս մեկը կթողնեմ, գործից կգա, խորոված կուտի, այստեղ էլ փլավ եմ պատրաստել, սիրելի հետևորդներ ջան, սովորական, էլ ցույց չեմ տվել, բոլորս է գիտենք ոնց եմ փլավը պատրաստում, հիմա մի փոքր համբերենք, մինչև լավ տաքանա, շուռ տամ, մյուս կողմն է լավ տաքանա, նոր ձուն կկոտրեմ։ Մի քիչ էլ յուղ ավելացրեցի, սիրելիներս։ Այս շատ յուղ օգտագործելը, ասեմ, որ կիսուրից եմ սովորել։ Իմ լուսահոգի կիսուրն էլ էր շատ յուղ օգտագործում, ասում էր, եթե բադրջանի մեջ յուղ չլինի, համով չի լինի։ Հիմա ավելացրեցի, շատ ընտիր բադրջան է մեր բադրջանը, թող կարագն էլ հալվի, լավ իրար հետ համագործակցենք կարագը և բադրջանը, մի քիչ էլ աղանեմ, հենց հիմա էլ կանեմ, թող համեղ լինի, հիմա քիչ լցնեմ, մեծ անցքով եմ լցնում, եթե ալանի կլինի, ընթացքում սիրելիներս, արդեն կգցենք և նոր կուտենք, վերցրել եմ 5 հատ ձու, մեծ խոշոր լվացել եմ, սիրելիներս, հիմա կոտրեմ ամանի մեջ, պատրաստ եմ, ամենաբարձր որակի և խոշորության ձուն է, սպիտակուցը շատ, դեղնուցը մեծ և ամենակարևորը համ ու հոտ չունի, շատ համեղ ձու է, մի քիչ էլ աղ լցնեմ, տեսնենք, կարագը արդեն հալվում է, լավ հալվում է, չեմ ուզում շատ խառնեմ, որ չտրորվի բադրջանը,
Մի 2 րոպե անցնի, արդեն ձուն կկոտրեմ։ Արդեն պատրաստ է, սիրելի հետևորդներ ջան, ձուն էլ մի հատ լավ թրթռացնեմ հավեսով, ջիգարով։ Լցնեմ, տարածեմ ամբողջ բադրջանի վրա, այսենց հերթով, հավեսով բերանը ծածկեմ, թող ձուն եփի։ Կսպասեմ մինչև եփի։ Հələ այստեղ նայեք, սիրելի հետևորդներ ջան, պահ, սունկի նման դարձավ, մի թեթև, այսենց, չեմ խառնելու, ուղղակի տակից մի թեթև անեմ, այդ չեփված ձուն եփի։ Շատ համեղ կերակուր է բադրջանը, փորձեք սիրելիներս, առանց սոխիերայի։ Սոխիերայով էլ է համեղ, բայց ձվով յուրահատուկ համ ունի, ոնց որ սունկ լինի։ Հիմա մի րոպեից կանջատ։ Damadede. Narasi şultukları geçin zalim. Yetek çıkan marin darı çılmış, bir çılmış taşla. Ya göz kasa da çok. İşte Lari. Arkadaşım Stupino. Stupino, ha. Ha, davay motuki. Սիրելի հետևորդներ ջան, հələ մեր սմբուկները, պղպեղները, կծուն թե քաղցրը, տեսեք, ինչ ընտիր սորտ է։ Բադրջանը պատրաստեցի, վերջացրեցի, դեռ խոհանոցը չէի մաքրել, հույր ունեցանք, շատ երկար տարիներ իրար չէինք տեսել։ Այսինքն սա խառը գործի եմ, սիրելիներս, հույր ունենք։ Հյուրին 37 տարի չենք տեսել, պատկերացնում եք, ամուսնուս ընկերն է։ Գորկի քաղաքից է եկել, այսինքն հավեսին համեղ պատրաստություն ենք տեսնում։ Մեր հողամասից քաղված բանջարեղենները խորովել ենք, ես էլ նստած մաքրում եմ, հարսսեց սիրուն, սիրելի հետևորդներ ջան, սեղանն է զարդարում, հլը տեսեք, բավոս չգովեմ, բավոս չասեմ, ընտիր, մի հատ այսպես, սիրելի հետևորդներ ջան, անունը չեմ կարող հիշել, մարդ կա չէ, տղամարդ է, բլոգ է վարում, Արու է ոնց որ անունը, հա, ասում է, ախվոս չուտես, հիմա իմն է, ախվոս չգովեմ այս պղպեղները, հիմա սիրելիները, սիրով ցույց տամ, անցնենք մեր գործին, զբաղված ենք, խիտ զբաղված ենք, տեսեք տարբեր սորտիր է, նայեք, սա դեղին պղպեղն է, կանանչը, Սիրելիներս, մինչ նորիկը խորովածը կպատրաստի, մենք արդեն կոֆեն խմեցին և կոֆեի սեղանի շուրջ էլ հիշում ենք մեր անցած օրերը մեր ընկերոջ հետ։ Սիրելիներս, մեզ բարի ախորժակ, ձեզ էլ հաճելի դիտում։ Երեկոյան ուշ ժամ է, հյուրին ճանապարհելուց հետո, սիրելիներս, Ռեհանը փռում եմ չորանալու։ Լավ ցամաքել է, սիրելի հետևորդներ ջան, տեսեք այս ամանի սրբիչի մեջ ցամաքացրել եմ, հիմա կլցնեմ, նորից կկախենք։
Այլ մարզանը, հելա տեսեք, երկու օրում տեսեք ինչ լավ չորացավ։ Հոտ ունի, բայց Հա, ամպիր հոտ ունի։ Հիմա կախենք, օրը մի անգամ շուռ կտանք եւ արդեն չորանա, մինչև չորանա։ Վերջում նորից ցույց կտանք։ Այսօր շատ լավ օր ունեցանք, հյուրին ճանապարհել ենք, Մանիկը քաղել է հաղարժներ, կոֆե ենք խմում միասին։ Ճիշտ անունը չգիտեմ, ինչ է Մանիկ ես։ Հետաքրքիր յուրահատուկ համ ունի։ Հատապտուղ է հավաքել, տեսեք ինչքան մալինա կա նորից։ Վաղը ձեզ հետ միասին կամպոտ եմ անելու։ Սա սև սմորոձինա է, երևի սա կամպոտ կամ էլ մի փոքր կսառեցն է։ Սա էլ է նույնից։ Այս սմորոձինա է, թե չեմ հասկանում, անունը չգիտեմ, բայց սմորոձինաներից է, հաղարժների դասում է։ Կարող կրժովնիկ լինի։ Կրժովնիկ չի, կրժովնիկ սպիտակ կլինի։ Ես էլ մեր սուրճի կանֆետը, բայց ես չեմ խմելու կանֆետով, դառը կոֆեն եմ խմելու միայն։ Եթե չեք հասցրել դրեք, միացեք մեզ։ Այս տարի շատ քաղեցինք այդ մալինան, հետո խոշորությունը տեսեք։ Հələ ստեղ նայեք, կպած են իրար ու խոշոր։ Հələ Լենինգրադից մի բաժանորդի հետևորդուհի նորեկ գրել էր Տիկին Մարինե ջան, ինչ լավ բանջարանոց ունեք, կարողա վաճառեք, չենք վաճառում ոչ մի բան, գրել էի, պատասխանել էի, որ չենք վաճառում, սիրելիս, եթե Մոսկվա կգաք, համեցեք, կհյուրասիրենք ձեզ, բայց վաճառքի չունենք, մեզ համար ենք մշակում։ Առավոտը հիմա կմաքրեմ, միասին կոմպոտ կանենք։ Դե այսօր էլ այսքանով ավարտում եմ այսօրվա տեսանյութը, հոլովակը մաղթելով ձեզ առողջություն, միայն առողջություն, լավ մնացեք, շնորհակալ եմ, որ այդքան դրական եք, շնորհակալ եմ, որ հետևում եք ալիքին, նորեկներին էլ կխնդրեմ բաժանորդագրվեն, լայքեն, տարածեն։ Ստեսություն, մինչ նոր տեսահոլովակ։